Ողջույն, ռանդևու հաղորդաշարը մեկնարկում է իր նոր եթերաշրջանը նոր տաղավարից, գեղեցիկ տաղավարից ու ոչ պակաս գեղեցիկ խոստումնալից ու բովանդակային զրույցներով երեկոներ մատուցելու համար յուրաքանչյուր կիրակի ժամը 22-ին 24-ի եթերից։ Ռանդևուի նոր մեկնարկային հաղորդումը այսօր մեկնարկում ենք իմ լավ բարեկամ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ եւ պարզապես հրաշալի հայ, մարդ, մայր Շուշան Պետրոսյանի հետ։ Բարի երեկո Շուշան։ Բարի երեկո։ Հոգաչափ շնորհակալ եմ, որ ռանդևուի նոր եթերաշրջանի հենց առաջին հյուրն եք։ Ուրախ եմ եւ ես նմանապես շնորհակալ եմ հրավերի համար։ Շուշան, բազմաթիվ հարցեր եմ պատրաստել այսօր, փորձելու ենք չկրկնվել, խոսելու ենք ամեն ինչից, խոսելու ենք պարզ, շիտակ, ինչպես միշտ ենք խոսել։ Շատ լավ։ Ձեր սերունդը եկավ շարունակելու ավանդույթներով հարուստ այն երկարվեստի գանձարանի աստղերի շարքը, որոնք նստած էին մեր արվեստասեր հասարակության ունկերում։ Այո։ Ձեզանից հետո եկող սերունդը փոքրինչ այլ էր։ Ու կարծես թե երաժշտական ինդուստրիան այնպես է խառնվել, որ մեկին գումարած մեկ այնտեղ 12-13 կարող է անել։ Ինչու եկանք դրան։ Կարծում թե մեզնից հետո եկող սերունդն էլ շատ լավն էր, նրանցից հետո եկող սերունդն էլ շատ լավն էր, այնինչ հիմա է կատարվում վերջին մի քանի տարին, ես իհարկե ունեմ իմ ֆավորիտներին, բայց դա մատների վրա կարելի է հաշվել, եթե համեմատես քանակին հետ, դա երևի ընդամենը 5%-ն է կազմելու։ Որ իսկապես երաժիշտներ են, իսկապես կենթանի երգող, իսկապես հուզական եւ հայերեն երգող ամենակարևորը։ Շատ հաճախ մեր արտիստները, եթե կարելի է այդպես ասել, պարզաբանում են, որ դա ժողովրդի պահանջն է։ Արդյոք արտիստը պետք է գնա ժողովրդի ցանկության ետևից, թե պետք է ժողովրդին տանի իր ետևից։ Ամենաառաջին խնդիրը եղավ, երբ որ ժանրային առումով ամեն ինչ խառնվեց իրար։ Կար փոփ երաժշտություն, կար ջազ, կար ռոք, կար ժողովրդական, կար ուսանական երաժշտություն, կար ռաբիս, ամեն ինչ իր տեղում էր։ Երբ որ ամեն ինչ խառնվում է իրար, կոլապս է գոյանում եւ ստեղծվում է այն պատկերը, որը տիրում է այսօր երաժշտական ասպարեզում։ Միակ բանը, որ մաքրամաքուր մնացել է, դա դասական երաժշտությունն է։ Դե մնում էր դրան էլ կպնեի։ Դե չի բացառվում։ Ամեն դեպքում երկեհոնո տեղադրված դահլիճում բազմիցս ռաբիզ է հնչել, որը ինձ համար անհասկանալի է, որովհետև այդ դահլիճը կոնկրետ նախատեսված է դասական երաժշտության համար, ինչու՞ չէ, ժողովրդական երաժշտության համար, նույնիսկ պարերը չեն խանգարում, բայց երբ որ միացնում ես ոչ թե կենթանի հնչողություն է, այլ ապարատուրա է դրվում եւ հնչում է ռաբիս, մի քիչ ոնց որ ինչ որ բարոյական նորմերը խախտվում են այնտեղ։ Ամեն երաժշտության համար կա դահլիճ։ Ես հիշում եմ, որ ժամանակին կար այդ տարանջատումը հենց գերատեսչության, մշակույթի նախարարության կողմից։ Ինչքան կարևոր էր, չի այդ գերատեսչությունը։ Զգալի աշխատանք էր տարվում։ Թեպետ մոդայիկ իրենց ազատամիտ եւ ազատատային արվեստագետներ կոչողները ասում են, որ գերատեսչություն պետք է չլինի, բայց այսօր այն պատկերը, որ ունենք, դարձյալ հանգում ենք հենց այն մտքին, որ գերատեսչություն պետք է։ Որ չի կարելի այլասերել հայերեն լեզուն երգեր գրել եւ դա համարել հիպեր ժամանակակից, բայց ամբողջ հայերենը թխեղված է մեջ այն առումով, որ սխալ շեշտադրումներ են, ել չեմ ասում մտքի դատարկության մասին։ Մենք եկանք արդեն իմ հաջորդ հարցին, հա, ես ուզում էի խոսեի մեր այսօր եթերում մատուցվող ոչ միայն երաժշտության, այլ նաև պրոյեկտների, նախագծերի մասին, հա, նույն հումորային կամ դաստիարակչական, եթե այդպիսիք կան, արդյոք մեր եթերը այսօր կարող է երիտասարդությանը ինչ-որ բան տալ։ Մեր սերունդը գիտեր, որ եթերից պետք է ինչ-որ բան վերցնել։ Այսօրվա եթերը ինչ է տալիս։ Ես կարող եմ այնուամենայնիվ անդրադառնալով նախկինում տված այդ հարցին պատասխանել այնպես, որ նաև պատասխան կլինի տվյալ հարցին, որ հիմա տվեցիք։ Այո, արտիստը միշտ չափանիշ է եղել։ Արտիստին ձգտել են նմանվել, փորձել են տանը երգել միկրոֆոնի փոխարեն դեզադորով, այդ արտիստի նման հագնվել, սաներվածքը կրկնել։ Արտիստը եղել է չափանիշ։ Ես շատ մակիրեսային օրինակներ բերեցի, բայց արտիստի խոսքը, կեցվածքը, կրթությունը միշտ եղել են ուսուցանող։ Այո։ Անկախ ժանրից։ Եվ այսօր 2 կոպեկ ավել
վաստակելու համար եւ դահլիճում լցնելու համար ուղակի հանդիսատես, որը հեչ պարտադիր չի, որ մելոման լինի։ Փորձում են կատարել այդ հանդիսատեսի ցանկությունը, ունկնդրի ցանկությունը, առանց հաշվի առնելու արտիստի առաքելությունը, որը կրթելն է։ Ես միանշանակ կիսում եմ ձեր տեսակետը, բայց մեր արտիստներից մեկի հետ խոսելու ժամանակ նա ասաց, իսկ ով է ասել, որ կրթելու ֆունկցիան դրված է մեր վրա, կրթությունը պետք է ստանան տանը ծնողների կողմից։ Իհարկե պետք է ստանան տանը ծնողների կողմից, բայց երբ որ դու դառնում ես արդեն պատանի կամ դերատի օրիորդ եւ այդ տարիքում արդեն քո անձը ձևավորելու մասն է, բացի այն կրթությունից, որ դու ի սկզբանե ստացել ես քո ընտանիքում, արդեն ձևավորում է քո աշխարհայացը։ Քո աշխարհայացը, այսինքն դու անհատականություն ես սկսում դառնալ, կերտվում ես քո նախընտրություններով եւ այլն։ Իսկ այդ ժամանակ ինչ պատասխան կտար այդ արտիստը, որ նման պատասխան է տվել։ Իհարկե, հիմքը շատ կարևոր է, բայց անհատականությունը ձևավորվում է իր հերոսների օրինակով։ Հերոսը կարող է լինել գրքի հերոս, կարող է լինել ֆիլմի հերոս, կարող է լինել քաղաքական գործիչ, կարող է լինել զինվոր, կարող է լինել արվեստագետ, նկարիչ, երաժիշտ, դերասան, հասկանում եք։ Դուք հերոսի բոլոր կատեգորիաները նշեցիք, բացի մերօրյա գլխավոր հերոսի։ Դուք տեղյակ չեք, որ մեր օրերում հերոսը հարկվճարողն է։ Ես, նայեք, ինձ համար այնինչ, որ կոնկրետ նիշից ցածր է, ես չեմ կարևորում եւ չեմ հիշում։ Ես դա կարող եմ փաստել եւ սահմռկեցուցիչ հերթական հարվածը ստանալ, թե այս ինչ մակարդակի ենք հասել մենք, բայց չեմ հիշում, այդ այնց բաները չեմ կարող հիշել, որովհետեւ ինձ համար այնուամենայնիվ կարևորը այն սկզբունքներն են, որով ես ապրել եմ եւ ապրում եմ։ Կրթված լինելը։ Ինչ ասպարեզում ուզում է լինես։ Կրթված լինելը։ Կարծում եմ հենց ձեր նշած բազայինի ամենակարևորագույն տարրն է։ Գիտեք, մի շերտ կա մեր երկրում ապրող իմ հայրենակիցների մեջ։ Ես միշտ չեմ հասկացել դա։ Մարդիկ, ովքեր ոչ միշտ թիրախավորել են եւ պիտակավորել են կրթված մարդկանց, ինտելիգենտ մարդկանց, բանիմաց մարդկանց, մասնագետների, որովհետեւ ում լսում ես, ինքը ավելի լավ է տեղյակ։ Ասենք մի օր տաքսի վարորդը ճանաչեց ինձ, սենց շուռ եկավ, ասեց, ինձ որ լսես, ու ինչ որ խորհուրդ էր տալիս, ինձ երաժշտության առումով։ Հետո երբ որ պատգամավոր էի դարձել, նման տեսարաններ եղել են, հասկացա, որ բոլորը վարչապետացու են։ Եվ հենց այդ բնավորության գիծը հաշվի առնելով ներկայիս խայտարակ իշխանությունը հասավ հաղթանակի, որովհետև ուսումնասիրելով մեր մենտալիտետը եւ մոտեցումը, այդ եսակենտրոն մոտեցումը, այդ ամենը հաշվի առնելով եւ կարծում եմ, որ ոչ միայն նրանք, այլ նաեւ ամբողջ այն ինստիտուտները արևմուտքի, որ աշխատել են իր վրա, տարիներ շարունակ էստեղ իրենց գրասենյակներում աշխատել են եւ ուսումնասիրել են հայի կերպարը, ինչպիսին է, եւ հենց այդ թույլ կողմը հաշվի առնելով արեցին այն, ինչ որ կոչվում է երկրակործան մի շռնդալից ծրագիր։ Դեռ կգանք այդ ծրագրին ու այն ամենին, ինչ կատարվում է մեր շուրջ։ Արի չգանք, որտեղ մենք դրա մեջ ենք։ Մենք դրա մեջ ենք ու ինքնին գանք կամ չգանք, մեր առօրյան դա է ու խոսելու ենք այդ ամենից։ Ավաղ։ Բայց մինչ այդ, մեր հասարակությունը արտիստի, արվեստագետի ձեռքբերումներից, գործունեությունից զատ շատ ավելի շատ հետաքրքրված է նրա անձնականով։ Ու դուք այն տեսակն եք, որին մշտապես քննարկում են, մշտապես քննադատում են ու չկա միջին խավ Շուշան Պետրոսյանին ընկալողների, կամ նրան անչափ սիրում են, կամ անարգանքի սյունին են գամում մշտապես։ Այ ոնց է ստացվում այդ ամենը շուրջը ունենալով վարել բնականon ապրելակերպ, շարունակել ստեղծագործել, որովհետև արդեն հաղորդումից առաջ մենք մի քանի րոպե շփվում ենք ու տեսա թե որքան էին եւ բարիկամեցողների նամակները եւ ինչ որ զազրախոսների
մտավոր հաշմանդամություն ունեցողների։ Լավ, ասա դուր։ Հիմա դες պատասխանեմ շատ կարճ։ Ինչպես եմ ապրում եւ գոյատևում այդ ամենի մեջ։ Այո, խելագարություն է դա։ Բնավ խելագարություն չի, որովհետև ուղղակի դուրս եկեք հետս փողոց։ Դուք կարծում եք, որ այդ զազրախոսողների բանակը, այդ կեղծ օկտատերերը, այդ անհասկանալի նկարներով մարդիկ իրենց պետք է լուրջ վերաբերել։ Չէ, բնականաբար, Դուք ուղղակի դուրս եկեք, ես այնքան ոգի ունեմ իմ մեջ, այնքան ես քաղաքի աղջիկ եմ, այնքան ազնիվ եւ ազատ ապրած մարդ եմ։ Առանց ինչ որ մեկից կախում ունենալու եւ կորքեր սարքելու։ Ես մի կորք ունեմ, դա Տեր Աստված է։ Ես մի սեր ունեմ, դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, դա մեր առաքելական հայ եկեղեցին է, մնացածը թող իրանք մտածեն։ Ասատուրտյան, թող իրանք մտածեն։ Ոնց կարելի է զազրախոսել դիվիդենտներ հավաքելու համար, ոնց կարելի է չբարևել Նիկոլին հաճայանալու համար, ոնց կարելի է այդպես ապրել։ Գիտեմ, որ շատ եք կորցրել ընկերների, հա։ Իհարկե։ Ու ես կարծում եմ իրենք են ինձ կորցրել, որովհետև ես լավ ընկեր եմ։ Ես լավ ընկեր եմ, ասա դու, իսկապես։ Եվ դա փորձված բան է։ Ես ընկերներ ունեմ, որոնց հետ որ ոչ մեկ տասնյակ արդեն տարի ընկերություն եմ անում, բայց ունեմ ընկերներ մանկության, որոնց որ ուղղակի ջնջել եմ իմ կյանքից։ Ջնջել եմ, որովհետև որևէ մեկը հայրենիքիցս թանկ չեն։ Որևէ մեկը չկա նման անձ, որ հայրենիքիցս թանկ է։ Երբ ասում եմ հայրենիք, Արցախն էլ մեջն է։ Բնականաբար։ Այնուամենայնիվ հայրենիքս այնքան թանկ է, որ մինչ 18 թիվ չեմ էլ ուզում համարել, որովհետև 18 թվին այդ ագոնիա բառը շատ գեղեցիկ բառ է հայերեն, այդ խելահեղությունը, որ կատարվում էր երկրում, հասկացողը հասկանում էր ինչն է։ Հասկացողը հասկանում էր, որ զոհասեղանին Արցախն է։ Ես հասկանում եի, ես գիտեի։ Եվ իհարկե կռիվս տվել եմ, ոչ մի ակնթարթ ետ չեմ կանգնել, բայց իմ համար 18-ը այնքան թույլ է 20-ի առաջ։ Ես համարում եմ իմ կյանքը մինչև 20 թիվը, ինչպես մինչ այդ համարում էի իմ կյանքը մինչև հոկտեմբերի 27-ը, երբ նոր ծրագրեր էր լինում, երբ նոր հույսեր էին, նոր ինչ-որ փոփոխություններ էին լինելու եւ գլխատվեց մեր ազգային ժողովի, հա, ամբողջ ոսկե վերնախավը։ Հետո արդեն մարտի 1-ը հաղթահարվեց մի կերպ, բայց 20-ին հաջողեցին։ 20-ին հաջողեցին, նայ կյանքը սկսվեց մինչև 20 թվականի սեպտեմբերի 27-ը, բայց հիմնահատակ ջախջախվեցի 23-ի սեպտեմբերի 19-ին։ Բայց սրանք այդքան չկան այս փնթիները, որ իրենք ինձ տեսնեն թուլացած եւ ջախջախված, որովհետեւ սուկը հավերժ է, երբ չկա պայքար։ Բայց այդ ամենի կողքին, մենք այսօր մեր կողքին հենց տեսնում ենք հասարակության մի զանգված, որ հաշտ են այս իրականության հետ։ Կարող է դա օրինաչափություն է, կարող է պետք է որ այդպես էլ լիներ։ Գիտես մի բան ասեմ քեզ, սա այն եզակի հարցականներից է, որին ես պատասխան չեմ գտել առ այսօր։ Ասում եմ քեզ մեկ անգամ եւս, մինչև 20 թվականներ Զավեշտը պատերազմից հետո պարտավոր է իր ապրելու, որովհետև պարտավոր է լինելու որդեգորից ծնողների կողքին, պարտավոր է լինել արցախցիների կողքին, այն արցախցիների կողքին, ովքեր որ կորցրել էին այն ժամանակ դեռ մի քանի տարածքեր, հա, 9 գյուղ Մարտակերտից, Հադրուտ, Շուշի, թեման ուրիշ էր։ Մտածում էի, որ լավ, հեսա հունիսի 21-ին ընտրությունները կլինեն, ու այնուամենայնիվ մենք ուժեղ ենք։ Հունիսի 21-ից հետո ես պատասխան չունեմ մինչև հիմա։ Եթե հունիսի 21-ին մի ամբողջ սերունդ գլխատած սրիկային դարձյալ վերընտրում եք, հարցական է, ոնց, այսօր իրան սիրողները բան են, թույլ ուղակ են, այսինքն, բա ոնց, եթե դա ընտրում ես, այնքան սրբություն չունես, որ ընտրում ես էլի, այդ երեխեքի արամ մեջ քո ձեռքերը թաթախված են նույնքան,
որքան բոլորից սրիկաների։ Ես հիմա պատասխան չունեմ, եթե այսօր կան, այսինքն հասկանում ես, նայում ես ինտերվյուները, խայտարակությունն է դա։ Ոնց են այդ մարդիկ մեր կողքին ապրել եւ մենք չենք զգացել, որ մեր կողքին այդպես անուղեղ թեփեր կան, թեփ եմ ասում ես իրանց, թեփ են sense մեծ թեփերի ինչ որ գոյացություններ են, բիոմասա է, որ ապրում է մեր կողքին։ Բայց այդ նույն բիոմասան կառավարում է մեզ։ Եվ իմ ու քո փոխարեն որոշում է թե ով պիտի այս երկիրը հերթով մասնատի եւ բաժանի եւ ծախի եւ դավաճանի, հա։ Իսկ քայլեր տեսնում եք։ Այդ ամենի դեմն առնելու քայլերը։ Ով պիտի առնի այդ ամենի դեմը։ Ես անհատականություն չեմ տեսնում, որովհետեւ ինձ համար առաջնային այս բանին միախմբվելն է, որը ինձ համար ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է այսօր, որ ընդդիմությունը միախմբի։ Այս այդ ժանրի անվանումը նշել։ Լեգենդար կերպարներ են, հաղթանակներ կերտած կերպարներ են։ Ինչն է խանգարում այդ համախմբմանը։ Այդ հարցը պետք է տալ ընդդիմության այն կողմին, որը որ անվերջ հրահրում է պարակտումը։ Ես այդ հարցին պատասխան տալ չեմ կարող։ Տեսնում ենք հերահար փող հրաձգություն։ Մի բան ասեմ, ինձ համար ընդդիմությունը պետք է լինի մի բռունցք։ Հենց այդ բռունցքը մաքրազերծվեց եւ դարձավ մեկը։ Հենց ես տեսնեմ, որ համացանցում ակտիվացած կնիկներ չեն զազրախոսում քաղաքական այրերին։ Գնահատում են իրենց ձեռքբերումները, գնահատում են իրենց ժառանգությունը եւ հաղթանակները։ Գնահատում են այն տանդեմը, երբ միասին երկիր են բարձրացրել։ Եվ չեն զազրախոսում էժանագին շոկայական կնիկների մակարդակի։ Այդ ժամանակ ես կարծում եմ, որ կարող ենք մտածել չարիքից ազատվելու մասին։ Մինչ այդ ես պատասխան չունեմ ու շատ տխրում եմ եւ մեկ-մեկ ուղղակի զզվանքի աստիճանի է ինձ համար այն ինչ ես տեսնում եմ համացանցում եւ Մոսկվաներից պատվերներով կատարված գրառումների մասին ուղղակի սա մրկեցուցիչ է։ Այնտեղից կարող է ինձ քննադատեն, ասենք Նարեկ Մալյանի ինչ որ եթեր համանություն տալու համար։ Իսկ Նարեկ Մալյանը խելացի մարդ է։ Ես Նարեկ Մալյանին ոչ միայն ընկեր եմ համարում, ընդ որում պիտի ասեմ, որ մենք լիքը հակագաղափարական բախումներ ենք ունեցել, դրա ոչինչ չի նշանակում։ Ես չեմ կարող հրաժարվել ճշմարտությունից։ Նարեկը բացառիկ ինտելեկտուալ է եւ շատ լավ գրող։ Այո։ Շատ լավ գրող։ Այո։ Եվ հա, բա ընկերը տենց է դա, որ կարող ես այդ բանավիճել։ Ու փայլուն եթեր ունեցավ ու բնականաբար հավանություն էի տվել, ինչ անմիջապես արձագանք եղավ Մոսկվայից։ Մի հատ տենց կին կա, տարիներ շարունակ այդպես ինքը աշխատում է եւ իր չափանիշներով գնահատական էր տվել, թե ես վճարվում եմ երրորդ նախագահի կողմից եւ շատ զզվերի էպիտետներով, բաներով մի խոսքով կարևորը ռուսերեն տառերով, ռուսերեն, հայրենիքս այնքան գեղեցիկ էր գրված, այսպես ռուսերեն, վся такая, да։ Շատ ամոթ է։ Շատ ամոթ է, ինչի եք ուզում հասնեք։ Ինչի եք ուզում հասնեք, ուզում եք որ չարը հարատևի, այդ դեպքում ինչով եք դուք տարբերվում չարից։ Այսքան բան, թեման փակենք այս, նողկալի թեմա է ինձ համար։ Գիտեմ, որ հայրենասեր լինելը Շուշան Պետրոսյանի համար օրինաչափություն է ու պարծենալու բան չի։ Նորմալ բան է։ Ես կարծում եմ, որ այս գեոպոլիտիկայում ապրող յուրաքանչյուր մարդ պիտի այդպեսին լինի։ Բայց մեր օրերում իշխանական քարոզիչները եւ իրենց դուստր կազմակերպությունները այդ ամենը բնութագրում են որպես պաթոս։ Երբ մի բորբոքված բան ես գրում են էլի պաթոսը խեղտեց։ Այդտենց պաթոսով իրանք իրանց տիրակալին են սիրում, այդտենց պաթոսով։ Ծաղրում են հայրենասիրությունը, լսի, թող իրանք ծաղրեն, իրանց կողմից ծաղրված եւ թիրախավորվածները պատիվա։ Պատիվա, որովհետեւ երբ որ չարը քեզ քարկոծում է, ուրեմն դու ճիշտ ճանապարհի վրա ես։ Գիտեմ, որ մի քիչ էլ եթե շարունակեմ հուզելու եմ, չեմ ուզում հուզել։ Արցախից ես ուզում խոսես։ Մի հարց եմ տալու։ Ասա։ Արցախ վերադարձ լինելու է։ Անպայման։ Այս իշխանության։ Այդ դեպքում ինչի եմ ես ապրում։ Այս կարգավիճակով։ Սրանց հետ հումորիստ ես դու։ Շուշան, գալով նորից երկարվեստ։ Անընդհատ ուզում էի Արցախը գիտես երբ կվերադառնա։
երբ որ հայը վերադարձնի իր արժանապատվությունը։ Երբ որ հայը գիտակցի իր ծագումը, իր տեսակը, երբ որ հայը կարևորի հայրենը, երբ որ հայը առաջնայինը դարձնի, որ ինքը հայ առաքելական եկեղեցու հոտից է, այդ ժամանակ Արցախը կվերադառնա։ Ինչ անենք, որ այդ ամեն ինչը չգիտակցող այդ մասսան, թե բիոմասսան գա այդ գիտակցությանը։ Կարդացեք։ Մենակ ստատուս մի գրեք, մեկ-մեկ կարդացեք։ Բայց այդ ստատուսը երևի իրանք չեն գրում, տալիս են տեքստը։ Կապ չունի, դե այդ դու փոակի այդ ոսկե բերանիկների մասն ես խոսում 30 արծաթով աշխատող։ Չէ, դրանք հեչ, դրանք բանը նույնիսկ կալարում են նոր տեքստեր գրեն, բանը անդադ կլիշեով բան են copy paste։ Իդեպ մի հատ կոմենտ կար, որը եւ քո ստատուսներում էր գրված եւ իմ դու գտար կալոնկան։ Ինչ կալոնկա։ Գազի։ Այն որ ես ունեմ։ Հա։ Պարզվեց ես էլ ունեի։ Դու։ Հա։ Քոնը որտե՞ղ։ Երևան-Սևան մայրուղում, բայց Իմն էլ է Երևան-Սևան մայրուղում։ Դե որ գտնես ասա, էլ կարող է կողքնել իմել։ Կարող է մեր իրար կողքա չգիտենք։ Կարող է փայ-փայ։ Կալոնկա ունեմ, փակ շուկանայի մկոմիտասի գիտեի։ Հա, չէ, ես էլ չգիտեի։ Դե շատ բան չգիտեի։ Հա, դե դա ձեռք բեր։ Այդ նոր ենք բան անեն։ Տները։ Բա 24 տները փոքր կենտրոնում։ Հրաշալի։ Վստահ եմ, եթե այդ 24 տունելներ արդեն բոլորը զբաղված կլինեն արցախցիներով միանշանակ, բայց ընկերուհիս շատ լավ հումոր է արել։ Բալասել ես մերսիդ։ Հա, ասել է, բա մեկներ ինձ անավիրել։ Հա, ասել է, բա դու չես աշտարակում ապրում։ Պրոստը ես աշտարակը սիրում եմ։ Հումորի ենք տալիս, բայց եթե այսպես չանենք, ուղղակի կխենթանանք։ 18-ին այդպես եկան, բայց այսպես եկան։ Ստով թիրախավորելով ու դագաղներով։ Ու ցավոք սրտի այդ դագաղները դարձան իրական դագաղներ, ցավոք։ Ես անդադ մղկտում եմ, ասում եմ, այդ մայիսի 1-ի նիստին, որը առաջին անգամ մերժեցինք սրան, հրապարակում ինչքան երիտասարդ կար, տեսնես քանի տոկոսն են մնացել կենթանի։ Անդադ մղկտում եմ, ասում եմ, Աստված թող լինեին, թող ոչինչ թող թիրախավորեին, բայց ապրեին էլի։ Բայց հենց այդ օրերին այդ թիրախավորողները ոտնձգություններ էին անում հենց ձեր անձի շուրջ, ձեր զավակների շուրջ։ Ես հիշում եմ այդ տեսարանը, երբ վերամբարձ կռունկով բարձրանում էին։ Իսկ շոու բիզնեսը Հիշում ես շոու բիզնեսը գնահատական տամ է։ Հիշում ես շոու բիզնեսից մի երկու հոգի ինձ ակտիվացել էին։ Հա։ Բայց հիմա էլ կարծես ակտիվ են որոշները փոշմանել են։ Ազորաշիրի բոլոր նվասենա։ Գիտես, ոչ մեկին չեմ քննադատում, իրենք գործ ունեն Աստծո հետ։ Ոնց չեք քննադատում։ Օրինակ շոու բիզնեսում մի արտիստուհի ունենք, որ վերջերս տեսա հարցազրույցներից մեկում ասեց, որ մշտապես Շուշան Պետրոսյանը փիս-փիս բաներ է ասում իրան։ Սոնայի մասն ես ասում շակերտ։ Ինչ ափսոս, շատ լավ երկչույի է։ Բան չի եք վատ բաներ ասում։ Չնայած ես չեմ տեսել, որ երբևէ նման բանից ցույց չեմ տվել։ Առաջին խոսք բացողը բնականաբար Շուշանը չի։ 18 թվին, հա, բայց հետո էլ չի եղել։ 18 թվին առաջին խոսք բացողը ինքն է եղել, հա։ Սիրելիս, հիմա նայ ես եմ նստած քո առջև։ Ես լուրջ պիտի նստեմ ու խոսեմ ինչ որ մեկից։ Ու մասին խոսելու լինեմ, կնայեմ աչքերին, կասեմ էլի։ Վաղ կոտեմ։ Ոնց կարող եմ ես խոսել։ Խոսացողները թող մտածեն։ Այդ օրերին նաև շատ ընկերներ հենց շոու բիզնեսից շարունակեցին իրենց ճանապարհը առանց Շուշանի։ Շատերը նրանցից նաև իրենց ուղին հարթել էին հենց Շուշանի միջոցով։ Շատերը ունեին փառավոր ուղի, բայց փոքր-ինչ յետ մղված էին ու Շուշան Պետրոսյանի ու նրա ընկերների կողմից նորից վերհանվեցին։ Շատ ուրախ եմ եւ եթե էլի դիմեն, էլի կօգնեմ, եթե հնարավորություն ունեցա միշտ։ Ես միշտ իմ հնարավորությունների մեջ եմ։ Երբեք սփուչ խոստումներ չեմ տալիս։ Եթե կարողացա կօգնեմ, Աստված բոլորի հետ։ Ով անազնիվ քայլ արել, գիտեմ շատերին։
իրենք թող մտածեն, ես ոչինչ վատ բան չեմ կարող, ես չեմ կարող համարժեք պատասխան տալ, իմ մեջ այդ ջիղը չկա։ Ես էլ գիտեմ, բայց ես վերջում տեսնում էի իմ նշած անձի կողմից հոբելյանական մեծ երեկո էր ու այնտեղ ներկա չէր Շուշան Պետրոսյան արտիստուհին, ով մշտապես այս տարիների ընթացքում տեսել ենք մայստրոյի կողքին, տեսել ենք նրան մեծարելիս, հասկացա ում մասն է խոսքը։ Ես էլ քաջ եմ, ես էլ կարող եմ ասել։ Անունը չտաս, ինքը շատ մեծ երգիչ է, ինքը իմ ամենասիրած իր ժանրը ներկայացնող երգիչն է։ Անհերքելի։ Բայց ինչու այնտեղ չէր Շուշանը։ Չգիտեմ, բայց քաղաքական հայացքները։ Չէ, վախեցել է ուղղակի։ Կարծում եմ։ Լեգենդը վախենում է քաղաքական իշխանություններից։ Կարող է լինել լեգենդ, որը որ վախենա։ Շնորհակալ մեր օրերում, երբ տեսնում ենք մեր մտավորականների լռությունը։ Գիտես, ինձ համար ինչ ծանր է տեսնել այսօրվա լռությունը, 88 թվին այդ մտավորականության զարթունքը տեսնող անձ, որպես ինձ համար այսօր սարսափելի ծանր է տեսնել այս տոտալ լռությունը։ Դա ինչից է։ Անտարբերությունը, վախից։ Լավ, ինձ բացատրեք, ես չեմ կարողանում հասկանալ։ Սիլվա Կապուտիկյանը, Սերո Խանզադյանը, Սոս Սարգսյանը, Տիգրան Մանսուրյանը, ովքեր որ 1088 թվին ես հիշում եմ, որտեվ ես հրապարակում ամբիոնից բարձրաձայնում էին։ 88-ից հետո եկավ մի շրջան, երբ նույն իմ նշած Սիլվա Կապուտիկյանը հանրապետության նախագահին էր վերադարձնում իր պարգևները ու ամենավերջին առողջ քննադատություններ հնչեցնում ոչ թե անձին, այլ վարվող քաղաքականությանը։ Լավ, այդ լեգենդների միսիան, հա, ներողություն ոչ հայերեն բառի համար։ Այսօր ինչ փոշիացավ։ Ես պատասխան չեմ կարող տալ, բայց տարօրինակա մեջս միշտ այսպես պարակտված բախ կա։ Շատ են մեծ հիմա տարիքով։ Շատ են մեծ հիմա այդ բոլորը։ Ես դեպք գիտեմ, որ նույնիսկ Բայց ճաշկերույթի գնալուց մեծ չեն։ Չէ, այդ ոչինչ, բայց հենց այդ խոսում են, որ շատ մեծ են, հիշում են Վեհափարին, Վազգեն Վեհափարին եմ հիշում։ Այդ տարիքում հացադուլի նստած Վազգեն Վեհափարին։ Սա շատ նուրբ հարց է։ Եվ ես աշխատում եմ լռել այս թեմայով, որովհետև ես չեմ որ պետք է մեծերին քննարկեմ։ Ես կարող եմ իրենց քաղաքացիական դիրքորոշման հետ չհամաձայնել, բայց ես այնքան բարեկիրթ մարդ եմ, որ կարող եմ այդ հարցը քննարկել իրենց հետ, երբ հանդիպում եմ։ Բայց հրապարակավ, երբ որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, գալու ես ձմռան նման ու գնաս, ու քեզ ոչ մեկ չի, ոչինչ չես թողնելու քեզնից հետո, հանկարծ դու քեզ իրավունք ես վերապահում քո մեծություններին քարկոծել, հայոյել եւ այլն, որ հայոյում ես դրանով տղամարդ չես դառնում։ Դա։ Երբ որ զազրախոսում ես տիկին, դու դրանով բոլորովին կանացի եւ ինտելիգենտ չես դառնում։ Այդ ամեն ինչը ինձ համար շատ նողկալի է։ Շատ ցածրորակ է, որովհետեւ դա այդ քայլերը համարժեք են Նիկոլ ընտրող հասարակությանը։ Ինձ համար այդպես է։ Մենք մեր արվեստագետներին, մեր մեծություններին սիրում ենք հետո, երբ որ իրենք արդեն երկրային կյանքում չկան։ Եվ մեծագույն հաճույքով ենք սպանում նրանց, ով ուժեղ եղավ կդիմանա։ Ցավոք, դա է մեր իրականությունը։ Դե ամոթ։ Մի տարի առաջ հարցազրույցներից մեկում Շուշան հաղորդավարի հարցին ի պատասխան ասել եք, ես պատրաստ չեմ այդ հարցին։ Այսօր կրկին հնչեցնեմ հարցը։ Ինչն է անդառնալին։ Ես պատրաստ չեմ այդ հարցին, որովհետև երբ որ անգամ մեղք ես գործում, գնում ես եկեղեցի, աղոթում ես, աղերսում ես, հաղորդություն ես տանում, ապաշխարում ես, Աստված այնքան սեր է, որ միշտ քեզ հնարավորություն է տալիս, նույնիսկ վերջին ակնթարթում քո կյանքի ապաշխարել։ Ինչն է ինձ համար անդառնալի, պատիվդ պիտի չկորցնես, սկզբունքդ պիտի չկորցնես, այ երբ որ դրանք կորցնում ես, անդառնալի է այդ ամեն ինչը վերականգնել, պատիվ, երբ որ դու, գիտես ռուսերեն հրաշալի դարձվածք կա, կոդեքս չեսցի, երբ որ այդ ամենը պահում ես,
ինչ ուզում են թողանեն, քարկոծեն, հայոյեն, ծաղրեն, երբ որ դա պահված է, դա գալիս է եւ հետա գնում, գալիս է, չի էլ կապնում քեզ։ Պաշտպանիչ մի շերտ է ձևավորվում։ Որովհետեւ եթե ունես այդ արժանապատվության կոդեքսը, երբ որ դու ունես քո սկզբունքը, որը անդավաճան է, դու հավատարիմ ես առհասարակ քո տեսակին եւ քո սկզբունքներին, այդ ամեն ինչը եթե ունես, ուրեմն առաջնահերթ դրա հիմքում Աստված է։ Գիտես, երբ որ ինձ քարկոծում էին այդ տարիներին, ես գալիս էի տուն, բնականաբար վիրավորվում ես, որովհետեւ ու որ նայում ես ովքեր են, ակտո սուջիտը, ովքեր են դատավորները, երբ որ տեսնում էի ովքեր են առանձնապես նույնիսկ տարասխալներից հայեր են, արդեն առանձնապես ծանր չէի տանում, բայց երբ որ տեսնում էի, որ իրենց մտավորական համարողներն են քարկոծողների մեջ եւ ինքնահաստատվում են իրենք, այդպես այսօր քայլ են կարել, Շուշան Պետրոսյանին ցավացրել են, որ մտածում էի, ասում էի Աստված, բայց դու ամեն ինչ գիտես, դու ամեն ինչ տեսնում ես, դու տեսնում ես, որ ես իմ երկրի նվիրյալ եմ, հայրենիքիս նվիրյալ եմ, որ գերագույն արժեքը հայրենիքս է, քեզնից հետո իհարկե, ու հանգիստ քնում էի, երթվում եմ, հանգիստ քնում էի, առավոտյան արթնանում ես ու մտածում ես, փառք շատ Տեր Աստված, սիրուն օր լինի, վազում եմ պատշգամբ Արարատս նայում եմ, որտեղ ըստ իրա, թե ինքը ինչպիսին է երևում, իր ուրվագիծն ինչպիսին է, ամպերի տակ է, թե երևում է, օրս այդպես եմ ձևավորում, դա իմ այդպես իմ փոքրիկ խորհրդանիշներից մեկն է, եւ թող իրանք մտածեն, թող այդ երգչուհին մտածի, թե երբևէ ինչ վատ քայլ է տեսել ինձնից, ինչ արգելք է տեսել, ինչ ծազրախոսություն է տեսել, թող գոլեգաներս մտածեն, որ մեջքիս ետևում սպասում էին, ես գիտեի, բայց բարևում եմ, որտեղ բարև Աստծունն է, չեմ շփվում, որտեղ չեմ կարող խաբել, չեմ կարող քծնել, չեմ կարող ասել բարև կյանքս եւ գիտեմ, որ հաջորդ քայլին հետևից ինչ-որ բան են խոսում, չէ, բարևում եմ, ես իմ աչք քաշած, ես ունեմ իմ ընկերներին, ես ունեմ իմ մշտական ընկերներին, որոնք որ այսօր ես նրանց համարում եմ մարտական ընկերներ, դա Ավետն Բարսեղյան, դա Նունեն Եսայան, դա Նուրն է, դա էլի մարդիկ կան, էլի մարդիկ։ Ինչպես Ավետը կասեր, իմոնք։ Իմոնք, այդ իմոնք են։ Որ ոնց անես, ինչ փորձություններ անցնես, մենք կանք։ Խոսեցիք մեր լավ ընկերների մասին ու ես հիշեցի տարիներ առաջվա մի ասեկոսը, որը ակտիվ քննարկվում էր։ Իմ տաղավարում խոսել ենք այդ մասին, բայց նաև քննարկենք ձեր հետ։ Չեմ հիշում։ Տարիներ առաջ ակտիվորեն քննարկվում, քննադատում, ասեկոսեներ էին պատտվում, լեգենդներ էին հյուսվում Շուշան Պետրոսյան, Նունե Եսայան հակամարտության մասին։ Ինչի մասին էր խոսքը։ Ով էր այդ խառնակիչը։ Ով որ խառնակիչ էր, ես Նունեն այդքան ոգի ունեինք, որ իրար հետ ճշտեինք։ Ճշտեցինք, թեման վերջացավ ուղղակի։ Բայց ափսոս էին այդ տարիները։ Հա, բայց նաև մենք հասունացանք, մեծացանք եւ շատ կարեւոր է որ դու հասունանում ես եւ Մայրանալը էական չի, մայրանալը թեման ուղղակի խայծ էր, որպեսզի մենք անեինք համերգը, բայց մինչ այդ էինք բարձաբանել ամեն ինչ եւ թեման սպառված է շատ ասատուրջան։ Սպառված է, մենք ընկերներ ենք։ Ուրիշ։ Մենք ընկերներ ենք ու ինչպես ասացի մեկ անգամ եւս մարտական ընկերներ, որովհետեւ երկուսս էլ թիրախավորված։ Գիտես, երբ որ քեզնից ինչ-որ բան ներկայացնում ես, Աստված սա փառասիրություն չհամարի։ Երբ որ տեսակ ունես, ձայն ունես, երկելու մասին չի խոսքը, խոսքդ հասու է։ Կարող եմ քեզ հետ համաձայնել ու չհամաձայնել, բայց հաշվի պարտավոր են նստելու, որովհետև դու տեսակ ես։ Երբ որ դու տեսակ չունես, անհետաքրքիր ես։ Երբ որ հաշվի են նստում, մեկը թիրախավորում է, մեկը գնահատում է, ամեն մեկը իր ուսյալության այդ մակարդակին հարիր գնահատական է տալիս։ Դրա համար սրանք սպառված թեմաներ են, Նունեն ընկերս է, ինքը ընկերուհի չի, ինքը ընկերս է, ու ես էլ իր ընկերն եմ։ Երկու հրաշալի մարդիկ ու հրաշալի արվեստագետներ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ջերմ անկեղծ զրույցի համար, այս պահին ռանդևուի շրջանակներում մի քանի բլից
Ինչի համար եք ափսոսում։ Չերկված երկերի։ Մի դեպքեր կա, որ շատ եմ ափսոսում։ Այդտենց չկարող ամբողջ կյանքս գնալու է դա հետս։ Անցնենք ծանր այս թեման իմ համար։ Ինչը երբեք չեք ների, Շուշան։ Դավաճանությունը։ Դավաճանությունը, բայց ոչ թե չեմ ների, ես այն ամենից չեմ վերցնի այդ առաքելությունը իմ վրա։ Ես հեռանում եմ ուղղակի։ Ես իմ ընկերները, ովքեր որ ելույթներ էին ունենում 18 թվին, շատ-շատերը։ Ընդ որում այստեղ չմիացավ նահանգներում ապրող ընկերներ, հարազատներ, որ իմ միսն ու արունն են եղել, ես իրենց այդպես եմ անցալել։ Ես իրենց հետ երբեք հարց չբարձաբանեցի։ Ես ուղղակի փակեցի իրենց էջերը, որ չտեսնեմ այդ հիմար գրառումները։ Դրանք հիմար գրառումներ են, որովհետև երբ որ դու որևէ ոլորտից գաղափար չունես եւ հեղինակավոր կարծիք ես կազմում, ուրեմն ես սխալվել եմ քո մեջ որպես ընկեր, որովհետև իմ ընկերը չի կարող հիմար լինել։ Երբ որ ես հիմար գրառումներ եմ տեսնում, ես տխրում եմ։ Եվ եթե այդ մարդիկ եղել են իմ շրջապատում, իրենք ուղղակի պետք է չլինեն։ Կռիվ անել չեմ սիրում, վիճել, ծածրախոսել չեմ սիրում, ուրեմն ուղղակի փակվում են։ Այդ կարգով ուզում եմ ասել, կհեռանամ դավաճանությունը անողներից։ Բայց չէ, կա մեկը, որին չեմ ներելու։ Արցախս չեմ ներելու, որ հիմա գերության մեջ է։ Բաքվում նստած տղերքի անօգնական եւ աներկիր առանց մեջք լինելը չեմ ներելու։ Քաղաքական բանտարկյալներին մեր չեմ ներելու, որ այսօր ամեն մեկը մի լուսավոր գլուխ է եւ այսպես փակված են։ Չեմ ներելու օրորի փոքրացող իմ Հայաստանը, չեմ ներելու հայ տղամարդու մեջքը կոտրած սրիկային, չեմ ներելու, որտեվ հաղթանակած երկրում ապրող տղամարդը միշտ մեջքը պինդ արինում։ Կոտրելա, հայի մեջքը կոտրելա։ Չեմ ներելու իրան դրա համար։ Եթե հնարավոր լինի կյանքի որոշակի շրջան խմբագրելու, հանելու կենսագրությունից, որը կլինի։ Չկա տենց բան։ Ոչ մի բանի համար չեմ զղջում։ Եթե ոչ Հայաստանում, ապա որտեղ կապրեր Շուշան Պետրոսյանը։ Նյու Յորքում։ Ոչ թե Ամերիկայում։ Նյու Յորքում, որովհետև արվեստը, այնտեղ այն ինչ որ ես տեսել եմ, այն ինչ որ ես լսում եմ, այն երաժշտությունը, որ ես լսում եմ, թանգարանները, խենթանալիք է ինձ համար։ Երևանը իմն է, բայց եթե ասեն գնայի, որը ժամանակով ապրելու Նյու Յորք կգնայի, շատ եմ սիրում։ Կամ արտով գիտի ամեն ինչ ձեր մասին։ Աստված։ Շուշան, կամ արդ ում կուզեիք ասել ինչ-որ բան, բայց ցավոք չհասցրեցիք։ Սահակյանց Ռոբին, մուլտիպլիկատոր, այս հարցերը հենց այս կարգի հարցեր տալիս են, Իրանը միշտ հիշում, որովհետև Արևմտյան Հայաստանից եկել է ու պետք է գնայի իր մոտ։ Шуш, ну давай, отец, приходи, расскажешь, как раз мне очень интересно. Պետք է գնայի, ճնշման խնդիր ունեցա։ Վատացա, զանգեցի ասի Ռոբուրի շոր կգամ, էլի, извините, я через 2 дня приду или завтра приду, բան, хорошо, Շուշ ջան, եւ տարան հիվանդանոց իրան։ Ու մի քանի օրից մահացավ, սեպտեմբեր 24-ին։ Չեմ կարում կուլտոմ այդ, չեմ կարում, ինձնից չէր կախված, բայց չեմ կարում մոռանամ։ Ու նաև ուրախ եմ, որ այսօր ինքը չկա, ուրախ եմ, որ պապաս չկա այսօր, ուրախ եմ, որ մազը չկա, Արմենը Մազմանյան, լիքը մարդկանց համար ուրախ եմ, որ չեն տեսնում այս ամեն ինչը, չեն տեսնում մեր անկումը, չեն տեսնում։ Բոլորին շատ կարոտում եմ, շատ եմ ափսոսում, չեմ կարողանում համակերպվեմ Ռոբին, որովհետև այնքան ոգևորված էի, այնքան ուրիշ մի այսպես հարստություն էր իջել վրաս ամբողջ Արևմտյան Հայաստանը գնալուց հետո մինչև Կիլիկիա հասա 2 անգամ եմ եղել, պապայիս նվեր արեցի, երազում էր եւ երազանքներ իրականացրի, Էրզրում գնալու մասին էր խոսքս։ Այն ժամանակ երազանքը Էրզրում էր, հիմա Արցախ նաեւ, որտեվ պապաս Էրզրումից է, տատս մի խոսքով։ Ռանդևուի շրջանակներում իմ նախորդ հյուրը մշտապես հարց է հղում հաջորդ հյուրին չիմանալով նրա ով լինելը։ Նախորդ հյուրս երգչուհի դերասանուհի Թամարա Պետրոսյանն էր։
լսենք Տոմայի հարցը, վերադառնանք պատասխանելու։ Մա հետաքրքիր հարց կլինի, պատասխանը հեռուստադիտողի համար էլի։ Մեր հաջորդ հյուրը ինչպես է հաղթահարում վախերը։ Ցանկացած վախ կամ չի հաղթահարում։ Տոմ ջան, ես մեկ-մեկ իմ չվախենալուց եմ վախենում։ Վախերս երեխեքիս համար կարող են լինել։ Ուզում եմ առողջ լինեն։ Ուզում եմ լավ ապրեն երեխեքս, նորմալ երկրում ապրեն։ Ինչպես եմ հաղթահարում, աղոթում եմ։ Մամայիս հետ եմ խոսում։ Ընկերներիս եմ գնում հանդիպելու, ասում եմ գնում եմ նորի արվեստանոց, ավետնա գալիս, արամնա գալիս ավետից, այսինքն խոսում ենք։ Այդպես փորձում եմ իմ վախերը այդպես եմ փորձում հաղթահարել, բայց իհարկե ամենամեծ սպեղանին վախի դեմ պայքարելու դա աղոթքն է։ Դա սաղմոսներն են։ Դասի բոլոր պատասխանները կա գրված։ Ամեն հարցի պատասխան կա։ Նարեկ կարդացեք։ Ես նարեկ եմ կարդում։ Ու ձեր հարցը իմ հաջորդ հյուրին։ Առանց Արցախ լավ է։ Ոնց եք ապրում առանց Արցախ։ Դժվար հարց եմ տալիս, չգիտեմ։ Ամեն առավոտ երբ որ արթնանում ես, ու գիտակցում ես թե ով է քո կարգավիճակը որոշում, ամոթից գետինն ես մտնում։ Ես վիրավորվում եմ, ամեն առավոտ վիրավորված արթնանում ես։ Որ տեսնում ես, ասենք նախորդ օրը իր հարց պատասխանի իր վարքը, այդ խեղկատակությունը։ Այդ խեղկատակը որոշում է իմ կարգավիճակը։ Այդ խեղկատակը որոշելա, որ հազարամյակներ շարունակ գոյություն ունեցող Արցախ առաջին անգամ պիտի առանց Արցախցու ապրի։ Շնորհակալ եմ Շուշան, անկեղծ, ջերմ ու շուշանական պատասխանների։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ հետաքրքիր հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Հանրապետության վաստակավոր արտիստ, տաղանդաշատ Շուշան Պետրոսյանն էր։ Ես ձեզ ասում եմ ցտեսություն, հաջորդ շաբաթ կրկին հանդիպելու ակնկալիքով։